Զրուցելու եմ տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։ Ողջունում եմ ձեզ, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ։ Նախորդին Իսրայելը հարվածներ հասցրեց Իրանի հարավային Պարս գազի հանքավայրին, ինչի հետևանքով մեծ հրդեհ բռնկեց հանքավայրի տարածքում։ Եթե Իրանը ստիպված լինի դադարեցնել գազի արդյունահանումը այս հանքավայրից, ինչ հետևանք դա կարող է ունենալ Հայաստան գազի մատակարարման վրա։ Գաղտնիք չէ, որ Իրանի տնտեսության համար գազի նավթի արտահանումը դարձել է առանցքային տնտեսության ուղղություն ճյուղ, որով լցվում է իրենց պետական բյուջեն։ Անշուշտ հարավային շրջանների այդ ռմբակոծությունները, ինչպես նաև հանքավայրերի շարքից դուրս գալը, էական վնաս կարող է հասցնել Իրանի տնտեսությանը, եթե նա չկարողանա արագ տերբերով այդ ամենը վերականգնել։ Իդեպ ասեմ, որ Իրանի գազի հիմնական սպառող երկիրը հանդիսանում Չինաստանն է։ Այսինքն այս ռմբակոծությունի արդյունքում էապես տուժելու է Իրանից Չինաստան հեղուկ գազի եւ գազի ընդհանրապես արտահանումը։ Հայաստանի պարագայում նշենք, որ 2007 թվականից Հայաստանը Իրանից գազ է ստանում էլեկտրաէներգիայի դիմաց, այսինքն մենք 1 կորոնար գազ ստանում ենք, 3 կիլովատ հոսանք վճարում ենք դրա դիմաց, տարեկան մոտավորապես 350-ից 400 միլիոն խորանարդ մետր գազ ենք ստանում մենք Իրանից։ Այն դեպքում, երբ որ այդ խողովակով կարող ենք ստանալ մինչև 2.2 միլիարդ։ Այսինքն այդ խողովակի մոտավորապես 15%-ն ենք մենք օգտագործում փաստացի։ Այս ռմբակոծությունները չեն կարող էական ազդեցություն թողնել Իրանից Հայաստան ներկրվող գազի ծավալների վրա, քանի որ այդ ծավալները շատ փոքր են։ Բացի այդ, Իրանը ունի նաև այլընտրանքային ներկրման հնարավորություններ։ Նշեմ, որ Իրանը կարող է նաև գազ ներկրել Թուրքմենստանից, Իրաքից եւ այլ ուղղություններից եւ այսպես որոշակի բալանսավորի ներքի շուկան պայմանավորված այս ռմբակոծությունով։ Այսինքն քիչ հավանական է, որ մենք ունենանք գազի մատակարարման խնդիրներ։ Բեռնափոխադրումների եւ ենթակառուցվածքների մասով ինչ ռիսկեր կան Հայաստանի համար։ Անշուշտ սա Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերից է, հաշվի առնելով այն, որ Հայաստանի արևմուտքը եւ արևելքը փակ են եւ հիմնական այսպես ճանապարհը հյուսիսով Վրաստանով եւ հարավով Իրանով է անցնում։ Իրանով բեռնափոխադրման ծավալը շատ փոքր է, մոտավորապես ընդհանուր բեռնափոխադրման 15-ից 20%-ն է կազմում։ Այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ Հայաստանի համար պետք են այլընտրանքներ։ Եվ այս ռմբակոծությունները հատկապես Իրանի հարավային այսպես նավահանգիստների ռմբակոծությունները, մասնավորապես Բանդար Աբասի շարքից դուրս գալը կարող է որոշակի ազդեցություն թողնել Հայաստանի տնտեսության վրա։ Նշեմ նաև, որ Բանդար Աբասը երկար տարիներ գտնվում է տնտեսական այսպես սանկցիաների տակ եւ հայ գործարարները փորձում են շրջանցել այդ նավահանգստից օգտվելը, քանի որ դրա հետևանքով կարող է խնդիրներ ունենալ։ Նույնիսկ հայկական մի շարք բանկեր Չինաստանից ապրանք այսպես ներկրելիս կամ հարավային Ասիայի երկրներից ապրանք ներկրելիս հստակեցնում են արդյոք այդ բեռնափոխադրումը Բանդար Աբասով չի անցնում եւ նոր միայն դրանից հետո փոխանցում են կատարում։ Այսինքն նույնիսկ հայկական բանկեր զգուշանում են բեռնափոխադրումներ այսպես կազմակերպել, վճարել, սպասարկել Բանդար Աբասով։ Բանդար Աբասի շարքից դուրս գալը կարող է մեծ ազդեցություն թողնել ընդհանուր առմամբ Իրանի տնտեսության վրա, քանի որ դա Իրանի ամենամեծ նավահանգիստն է, դրան գումարած նաև իրանական երկաթուղին կպած է Բանդար Աբասին եւ Բանդար Աբաս տեղափոխող բեռները կարող են երկաթուղով տեղափոխվել Իրանի տարբեր շրջաններ եւ եթե Նախիջևանի հատվածներ բաց լիներ, ապա կարող է մինչեւ Հայաստան նույնիսկ բեռների փոխադրումներ ունենալ։ Հետևաբար Բանդար Աբասը կարող է Իրանի տնտեսության համար մեծ ազդեցություն թողնել բեռնափոխադրման լոգիստիկայի առումով եւ մասամբ Հայաստանի բարակայում։ Նշեմ նաեւ, որ Չաբարի նավահանգիստը, որը Հնդկաստանը 10 տարով վարձակալել է իրանական կողմից, սա այս այսպես իրավիճակում դառնում է բավականին ավելի գրավիչ,
չնայած Չաբահարի ենթակառուցվածքները դեռ նոր են զարգանում, բայց Բանդարաբասի այս այսպես խնդիրներով շարքից դուրս գալու պայմաններում Չաբահարը դառնում է ավելի գրավիչ նավահանգիստ, հաշվառնալով նաև որ ունի նաև ավելի մեծ ծավալի նավեր սպասարկելու հնարավորություններ, կարծում եմ, որ հայկական որոշակի բեռնափոխադրումներ կարող են տեղափոխվել Չաբահար, բացի այդ նշեմ, որ Հայաստանը նաև որոշում է կայացրել Չաբահարի ներկայացությունը բացել, սա դրական որպես քայլ պետք է արձանագրենք եւ դա կարող է անշուշտ օժանդակել, որ հարավային ուղղությամբ մեր բեռնափոխադրումները լինեն հնարավորինս արագ քիչ կորուստներով։ Այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ բեռնափոխադրումների եւ ենթակառուցվածքային ծրագրերի մասով այս պատերազմը էական վնաս է հասցրել, հատկապես օրինակ երրորդ էլեկտրահաղորդման գծի մասով պետք է ասեմ, որ դեռ վաղուց պետք է ավարտվեր, այսինքն Հայաստան լրացուցիչ էլեկտրաէներգիա արտանելու հնարավորություն կունենա այդ էլեկտրահաղորդման գծով, այս էլեկտրահաղորդման գծի ևս շինարարությունը կարող է որոշակի դանդաղում ունենա եւ այլն։ Այսինքն մենք այս մասով կարող ենք ասել ուղղակի եւ անուղղակի ռիսկեր եւ լրացուցիչ ֆինանսական կորուստներ կունենանք։ Այնուամենայնիվ անուղղակի հետևանքներ Իսրայել-Իրան հակամարտության սրացումը մեր տնտեսության վրա ամեն դեպքում ինչ որ ազդեցություն կարող է ունենալ։ Այո, միանշանակ համաձայն եմ, որ տնտեսական հետևանքները ոչ միայն այսպես ենթակառուցվածքներով է ավարտվելու, այլ նաև այլ ուղղություններով, մասնավորապես ներդրումային գրավչությունը տարածաշրջանում կտրուկ նվազելու է։ Խոսքը չի վերաբերում միայն Իրանին կամ Հայաստանին, այլ ամբողջ տարածաշրջանին, Մերձավոր Արևելքին, Հարավային Կովկասի երկրների պարագայում, օրինակ Դուբայի պարագայում կարող ենք ասել անշարժ գույքի նկատմամբ գրավչությունը կարող է նվազել կամ այլ ենթակառուցվածքային ծրագրերը, որոնք փորձում են իրականացնել Պարսից ծոցի երկրները եւս կնվազի, քանի որ վտանգ կլինի, որ այդ պատերազմական իրավիճակները կարող են վերսկսվել անընդհատ եւ նաեւ վտանգ կա, որ ուժերի հավասարակշռություն է խախտվել տարածաշրջանում։ Եվ մոտակա կարծում եմ մի քանի տարիներ այս բացասական ֆոնը ապահովելու է եւ ներդրումային գրավչությունը եւ անշարժ գույքի նկատմամբ գրավչությունը կարող է նվազել ընդհանուր առմամբ տարածաշրջանում։ Անշուշտ կարող է նաեւ որոշակի երկրներ շահեն օրինակ անշարժ գույքի մասով։ Արդեն իսկ կան որոշակի տվյալներ, որ Իրանից օրինակ որոշակի արտահոսք կա դեպի Թուրքիա, մարդիկ փորձում են Թուրքիա դուրս գալ, կարծում կարող է որոշակի այսպես մարդկանց տեղաշարժ լինի դեպի Հայաստան, դա եւս կարող է Հայաստանի այսպես անշարժ գույքի շուկայում որոշակի դրական էֆեկտներ ապահովել, ինչպես օրինակ եղավ 2022-23 թվականին ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ։ Այսինքն դեռ վաղ է գնահատականներ տալ այդ անուղղակի հետևանքները, որոնք կարող են ունենալ մեր տնտեսության համար, բայց պետք է նշեմ, որ այդ հետևանքները միայն բացասական չեն, որ կարող են լինել, կարող է նաև դրական լինել, մասնավորապես անշարժ գույքի շուկայում որոշակի պահանջարկ ստեղծվի, եթե Իրանից մենք ունենանք բնակության որոշակի տեղաշարժ դեպի Հայաստան։ Պետք է հետևել այսպես իրադարձություններին, հասկանալ ինչպիսի սպասումներ կան, ինչ այսպես ինտենսիվությամբ է պատերազմը շարունակվելու, ըստ դրա կարող ենք մեր հետևությունները անել։ Եթե երկար տևի պատերազմը, ապա այո, մենք ունենանք որոշակի ռելոկանտներ Իրանից, եթե կարճ մի քանի օրում ավարտվի, կարծում եմ այդպիսի մեծ հոսք չենք ունենա, բայց անշարժ գույքի շուկայում եւ ներդրումային մասով կունենանք բացասական հետևանքներ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Բացրեմ։ Հիշեցնեմ, զրուցում էի տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։